Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հետաքրքիր արդյոք հաշտության մնացած դեպքերը, դատարանձը, ինչ դատարան հասնել է հաշտության մնացած դեպքերի առումով կարող է տվյալ անձը վիճարկել հաշվառելով սահմանադրական դատարանի որոշումը։ Կարող է, իհարկե կարող է, շանսերը հաջողության հասնելու գնահատում եմ շատ ցածր, ավելին, եթե ինձ հարցնեք ինչու սահմանադրական դատարան այսքան ձգեց, կարծում եմ պատճառը հենց դա էր, որովհետև օգտվելով այս ճնշումից շատերը ուղղակի չդիմանալով ճնշմանը, չունենալով բավարար ռեսուրսներ պաշտպանվելու, նախընտրում էին ինչ-որ մի հաշտության համաձայնություն կնքել եւ դուրս գալ խաղից, քան փորձել մինչեւ վերջ պայքարել իրենց իրավունքների համար։ Բայց այդ գործերով նորից եմ կրկնում, իմ գնահատմամբ շանսերը դրանց հետ պտտելու շատ ցածր են։ Երկրորդ շարք կարող են այդ ժամկետը գնահատել որպես ողջամիտ եւ երկրորդ հարցը ձեր կարծիքով ինչու եվրոպական կառույցները նախընտրում էին չնկատել ապօրինի գույքի բնագավառման մասին օրենքի կիրառման ակնհայտ, որ օրենքի կիրառումը ակնհայտ հակասում է եւ մարդու իրավունքների պահպանման ու պաշտպանությանը եւ անգամ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ոչ թե չեմ համարում ողջամիտ, այլ համարում եմ ապօրինի, ինչի մասին քիչ առաջ ասեցի։ Ինչ վերաբերում է եվրոպական կառույցները ինչու են լռում, ասեմ, որ այնուամենայնիվ սա գույքային հարց է։ Եվրոպական կառույցները լռում են շատ ավելի լուրջ խախտումների պարագայում Հայաստանի Հանրապետությունում, ինչը կարծում եմ պայմանավորված է ընդհանրապես քաղաքական իրենց շահերով։ Ասեմ, որ դեռևս 2009 թե 10 թվականին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի փոխնախագահն էի, ես Եվրոպայի խորհրդում եմ հայտարարություն արել, որ այս կազմակերպությունը եւ նրանքից ինստիտուտները դառնում են մարդու իրավունքների եւ ընդհանրապես իրավունքի պաշտպանից ավելի շատ շահերի պաշտպանի ինստիտուտ։ Ցավոք սրտի ոչինչ չի փոխվել անցած 15 տարիների ընթացքում եւ այդ կառույցները քանի գնում էլ ավելի են խորանում զուտ աշխարհաքաղաքական շահեր պաշտպանելու գործիք դառնալով։ Երրորդ շարք, հետո նորից կգնանք առաջին շարքից։ Համեցեք։ Ասում է, եթե ապօրինի ծագումն է կողմից պատկանում է պաշտոնատարանցի, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն պաշտոնատար անձի վարակային ժամանակահատվածում հանցագործության կատարման հետ կապված չի լինելու։ Ու բավական հետաքրքիր դիտարկումներ արեցիք վաղամության ժամկետի կապազանյանից թվականին։ Արդյոք մենք գործ չենք ունենալու ողջամիտ պայմանին, գործ չենք ունենալու գործերի կանխման հետ։ Նախ ասեմ, որ սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է։ Ասում է, կան երկու դեպքեր։ Մի կետը վերաբերում է այն դեպքին, եթե ուսումնասիրությունը սկսվել է, որովհետև անձը կատարել է ենթադրյալ հանցագործություն, եւ լրիվ այլ դեպք է, երբ անձը պաշտոնատար անձ է եւ կային օպերատիվ տվյալներ։ Մի դեպքում ասում է պետք է ապացուցես կապը հանցավորության հետ, մյուս դեպքում պետք է ապացուցես, որ այդ անձը ձեռք է բերել գույքը պաշտոնավարումից հետո։ Արդարադատության նախարարի մեկնաբանությունը, երեկվա ես լսել եմ այդ մեկնաբանությունը, այն հետաքրքիր էր հետևյալ տեսանկյունից, նախ ինձ համար ամբողջովին կանխատեսելի։ Ինչ փորձեց ասել արդարադատության նախարարը, նա փորձեց ասել, որ կապ չունի, առաջին կետով էս հարուցել, թե երկրորդ կետով մենք ամեն ինչը կխառնենք եւ որոշում կկայացնենք։ Նորից եմ ասում, ինձ համար շատ կանխատեսելի էր, որովհետեւ Տիկին Գալյանը նախկինում ղեկավարել է դատախազության համապատասխան ստորաբաժանումը եւ իր մեկնաբանությունները, իր կառույցի, իր ղեկավարած կառույցի մեկնաբանությունները հենց այն էր, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, որ 3.5 տարի է մարդկանց ճնշման են ենթարկում մի պատճառով, որովհետև չեն ուզում կարդալ կամ չեն ուզում ճանաչել ակնհայտ ճշմարտություններ, որոնք ամրագրված են եղել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, հիմա արդեն ամրագրված են սահմանադրական դատարանի կողմից։ Կարծում եմ նույն ոճը շարունակելու են, փորձելու են չկարդալ, չընկալել, մի օր իհարկե դա պայթելու է, բայց ցավոք սրտի նրանց դա չի հետաքրքրում։
Շատ կանխատեսելի էր իր մեկնաբանությունը, բայց այն շատ մանիպուլատիվ էր եւ կարելի է ցանկացած երրորդ իրավաբանի դիմել եւ ստանալ կարծիք։